մեկ ձայնը տալու մեկ տեխնացուի, հարգելի գործընկերներ, իհարկե չեմ ասի, որտեղ հա գաղտնի քվեարկությունը բոլոր դեպքերում։ Ձեր կուսակիցները Աբովյանում հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, կողմերից մեկը ծեծի հետ կապված է ինչ-որ բաներ, ահազանգեր հիշում են մեկի հետ կապված, որը ծեծի է ենթարկել մյուսը հայհոյանքներով է աչքի ընկել, ինչպես է գնահատում այս միջադեպը եւ ինչ եք կարծում, արդյոք պետք է նրանց կուսակցությունից հեռացվելու հարցը դառնա ձևակերպում քննարկման առարկա։ Տեսեք, մենք երկու տեսանկյունից պետք է հարցին նայենք, ես իհարկե տեսել եմ մամուլի հրապարակումները, նախ իրավական, քրեաիրավական եւ իրավապահ մարմինները պետք է բարձրեն եղելությունը եւ մեղավորները, եթե այդպիսիք կան, համապատասխան օրենքով սահմանված կարգով ընթացք տվել այդ ամեն ինչը եւ կուսակցական կարգապահության տեսանկյունից մենք ունենք ինստիտուտներ կուսակցությունում, որոնք գործել են եւ գործում են եւ եղել են էլի այդպիսի դեպքեր, ցավոք սրտի, երբ որ մենք կուսակցությունից օրինակ մարդկանց ենք հեռացրել տարբեր պատճառներով Վիլեն Գաբրելյանի մենք բայց ինքը մանդատը Վիլենը Գաբրելյան մենք որևէ գործողություն չեն կարել, բայց նկատի ունեմ այդ երկու մեխանիզմով պետք է գնանք առաջ եւ երբ որ կլինեն որոշումներ մեր մասով կուսակցության, դրա մասին իհարկե Հայկ Կոնջորյանը ասում է, որ ինձ դիմել են եւ ըստ օրերի դիմել է երբ որ հետ կապված չորը այսպես պատմությունների հետ կապված եւ ինքը ասել է, որ ես այդ առնչությամբ գործ չունեմ։ Սա նորմալ է, երբ խմբակցության ղեկավար լինելով հանդերձ ինքը այսպես բարձրացնում վիճակում է թողնում։ Լավ չասկացա հարցը ճիշտ ասած։ Ըստ լուրերի, երբ Հայկ Կոնջորյանին դիմել են, որ իր եղբայրը ով է դիմել։ Երևի այդ ով որ այդ Ես ամենավին տեղյակ չեմ այդ մանրամասներին։ Ամեն դեպքում չպետք է քայլել գործակել, որ կարծում եմ, տեսեք, Հայկ Կոնջորյանն է, մեկ ուրիշն է, հիմա բազմաթիվ մարդիկ ունեն բարեկամներ, հարևաններ, ընկերներ, եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել կամ իր նկատմամբ են հանցագործը, պետք է լինի պատիժ եւ Կոնջորյանի մեղավորություն ստեղ փնտրելը ես կարծում եմ, որ պարզապես էթիկայի կանոնագիրքը նաեւ հարազատների համար է սահմանում վարքականոնի ինչ-որ բան։ Այսինքն ոնց հարազատ։ Հիմա եթե իմ հարազատը գնա ինչ-որ մեկի մտեղ սխալ բանանի, մեջ հայտնվի, եթե կլինի կուսակցականի հանդեպ, կուսակցականը ինչ-որ բան Ժորժան տարբեր հարցեր եք տալի, հարցը Կոնջորյան Հայկի մասին էր, ես ասում եմ Հայկը ինչ կապ ունի այստեղ, ավետի մասին, արդեն ասեցի կլինեն համապատասխան պրոցեսներ, եթե արդյունքը կլինի, ձեզ կտեղեկացնեմ Չեմ հասկանում Կոնջորյանը կապ չունի, սա նշանակում է, որ նրա փոխնախագահի պաշտոնում մնալու հարցը չի էլ վերանայվի, չի էլ քննարկվի։ Հարգելի գործընկերներ, ես չեմ հասկանում, թե դուք ոնց եք մեկը մյուսի հետ կապ ունի իրականում հարցերը, ասում եմ կա քրեաիրավական գործընթաց, եթե կլինի մեղավորություն որևէ մեկի, քննիչներ, դատախազներ, դատավորներ այդ հարցը կլուծեն։ Կուսակցական մասով կլինի պրոցես, եթե որևէ կուսակցական խախտել է մեր կանոնադրությունը, կուսակցության վարչության ընդունած այլ որոշումներ, այդ թվում կարգապահական էթիկայի կանոնագիրքը, ըստ այդմ էլի կլինեն որոշումներ։ Հիմա մենք մեղավորության կանխավարկածով որոշել ենք, որ Հայկ Կոնջորյանը ինչ-որ բանում մեղավոր է, ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Ես հարց էի տալիս, ոչինչ չէի։ Չէ, ես էլ ասում եմ, որ ես չեմ կարծում, որ դա այդպես է, որ Հայկ Կոնջորյանը հիմա մենք ունենք հիմքեր նույնիսկ ենթադրել, որ ինչ-որ բանում մեղավոր է։ Այս կոնջորյան պատմության մեջ է հայտնվել եղբայրը, կոռուպցիոն եղբայրը, եթե եղբոր քննարկման առարկա դառնալ կպարզի, որ իր այդ եղբայրն էլ է մեղավոր, դրա մասին խոսենք, բայց հիմա օդի ենթադրություններ են կանում, որ այդ մարդկանց ազգանունները նույնն են, իրանք էլ իրար հետ բարեկամ են, նույնիսկ չգիտեմ ինչ եղբայր են անկեղծ ասած, ես ավետին առանձին գիտեմ։ Ավետ Կոնջորյան, թեկուս։ Ձեզ համարի ընդունել եք այս ամեն ինչը ինչտեղի անվանում։ Ես ասացի ընդունել, հա։ Դե ձեզ կոնկրետ հարցն ձեզ նորմալ։ Իմ համար ցանկացած բռնություն կամ էթիկայի կանոնագրքի խախտում ընդունել չի։